Հայաստանի ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունները բուռն հակասություններ են առաջացրել իշխանությունը, խոսում է ընտրական բարեփոխման մասին, իսկ ընդդիմախոսները սահմանադրական իրավունքի սահմանափակման։ Ում է վերաբերում նոր կարգավորումը, ինչու են այն հակասահմանադրական համարում մասնագետները եւ ինչ հետևանքներ կարող է ունենալ այն Հայաստանի ու Սփյուռքի հարաբերությունների համար։ Հուլիսի 3-ին ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունված փոփոխություններով այսուհետ խորհրդանի ընտրություններին եւ հանրաքվեներին կարող են մասնակցել միայն այն Հայաստանի քաղաքացիները, որոնք վերջին 730 օրերից առնվազն 366-ը փաստացի բնակվել են Հայաստանում։ Նույն պահանջը կգործի նաև արտահերթ խորհրդանի ընտրությունների դեպքում։ Սահմանադրական իրավունքի փորձագետ Վարդան Այվազյանի համոզմամբ այս պահանջը հակասում է երկրի հիմնական օրենքին։ Երբ սահմանադրությունը սահմանում է մարդու կամ քաղաքացու որևէ հիմնարար իրավունք, նույն դրույթում նաև հստակ սահմանում է, թե ինչ դեպքերում եւ ինչ հիմքերով այդ իրավունքը կարող է սահմանափակվել։ Ընտրական իրավունքի դեպքում նման սահմանափակում սահմանադրությունը պարզապես չի նախատեսում։ Հետևաբար օրենքով նոր սահմանափակում ավելացնելը իմ գնահատմամբ հակասում է սահմանադրության տրամաբանությանը։ Փորձագետը հիշեցնում է, որ սահմանադրությամբ ընտրական իրավունքից կարող են զրկվել միայն դատարանի որոշման պանգործունակ ճանաչված անձինք, նաև ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների համար պատիժ կրող քաղաքացիները։ Մնացած բոլոր քաղաքացիները պետք է ունենան ընտրելու հավասար իրավունք, անկախ նրանից, թե որտեղ են բնակվում։ Կառավարությունը սակայն փոփոխությունները հիմնավորում է նրանով, որ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելու նպատակով արտերկրից Հայաստան են ժամանել մեծ թվով քաղաքացիներ։ Իշխանության համոզմամբ դա անհրաժեշտ է դարձրել ընտրական նոր կարգավորում, սակայն այդ հիմնավորումը եւս վիճարկվում է։ Այս նախաձեռնությունը հիմնավորելու համար խոսվում էր այն մասին, թե իբր արտերկրից, մասնավորապես Ռուսաստանից, մեծ թվով քաղաքացիներ հատուկ եկել են Հայաստան ընտրությունների արդյունքների վրա ազդելու նպատակով, սակայն որևէ պաշտոնական վիճակագրություն կամ փաստական տվյալ չի ներկայացվել, որը ցույց կտա, որ այդ քաղաքացիները կարող էին էական ազդեցություն ունենալ ընտրությունների վերջնական արդյունքների վրա։ Հետևաբար նման հիմնավորմամբ սահմանադրական իրավունքի սահմանափակումը իմ կարծիքով իրավական բավարար հիմք չունի։ Ավելին, սահմանադրական դատարան ներկայացված ազգային անվտանգության ծառայության տվյալների համաձայն մայիս-հունիս ամիսներին Հայաստանի ժամանածների եւ մեկնածների տարբերությունը կազմել է ընդամենը 2-3 հազար մարդ, սակայն իշխանությունը շարունակում է պնդել արտերկրից ժամանած ընտրողների թիվը զգալի էր։ Այվազյանը հիշեցնում է, արտերկրում բնակվող քաղաքացիների ընտրական իրավունքը արդեն մեկ անգամ սահմանափակվել էր, երբ փակվեցին դեսպանատներում եւ հյուպատոսարաններում գործող ընտրատեղամասերը։ Տարիներ առաջ արդեն սահմանափակվեց արտերկրում բնակվող Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքը, երբ դադարեցին գործել դեսպանատներում եւ հյուպատոսարաններում ձևավորվող ընտրատեղամասերը։ Այսօր իրականացվում է հաջորդ քայլը։ Քաղաքացիներին փաստացի զրկում են իրենց ակտիվ ընտրական իրավունք թիրացնելու հնարավորությունից։ Իմ համոզմամբ սա հերթական հակասահմանադրական սահմանափակումն է, որը վերաբերում է 100 հազարավոր Հայաստանի քաղաքացիների։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը խնդիրը դիտարկում է ոչ միայն իրավական, այլև ազգային եւ պետական տեսանկյունից։ Այս փոփոխությունը միայն ընտրական գործընթացի մասին չէ։ Երբ արտերկրում բնակվող Հայաստանի քաղաքացիներին հեռացնում ենք երկրի քաղաքական կյանքից, մենք թույլատրում ենք նաև Հայաստան-Սփյուռք բնական եւ օրգանական կապը։ Իսկ այդ կապը մեր պետականության կարևոր հենասյուներից մեկն է։ Եթե այն աստիճանաբար քանդվի, Հայաստանը կարող է կորցնել ոչ միայն իր համազգային ներուժի մի մասը, այլև վերածվել պարզապես ձևական պետական խորհրդանիշի, առանց այն բովանդակության, որն ապահովում է ամբողջ աշխարհում ապրող հայության մասնակցությունը։ Վերլուծաբանի գնահատմամբ նախաձեռնությունն ունի ոչ միայն իրավական, այլև քաղաքական եւ ռազմավարական հետևանքներ։ Ընդդիմադիր շրջանակները համոզված են, որ ընտրողների շրջանակի նեղացումը կարող է ազդել նաեւ ապագա հանրաքվեների արդյունքների վրա։ Իշխանությունը իր հերթին պնդում է, փոփոխությունները միտված են բացառապես ընտրական համակարգի կատարելագործմանը, իսկ արդյոք նոր կարգավորումները կանցնեն նաեւ սահմանադրական քննությունը, ցույց կտա ժամանակը։ Ֆրիդա Ղազարյան, Վահագն Խիթարյան, TB News։